Պարոն Սիմոնյան, զուգահեռ հիմա ընթանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարը եւ կոնտրաստը ակնհայտ լինի, էլի, շնորհակալություն իրանց դրա համար։ Եվ ելույթ ունեցել ծերստարության ընթացքի մեջ եւ որտեղ է տեղի ունենում։ Հարսնակար ռեստորանային համալիրում։ Այնտեղ որտեղ որ սպանվեց զինվորականը 44-օրյա պատերազմը չկանգնեցվեց մի վախկոտ պոպուլիստի պատճառով, ինչե թե իրեն դավաճան չասեն։ Սա Սերժ Սարգսյանի խոսքից մեջբերում էր, ով անդրադարձել է 44-օրյա պատերազմին եւ ըստ էության հայտարարել, որ այն հնարավոր էր կանգնեցնել ինչ-որ մի փուլում, բայց չի արվել։ Դրա պատասխանը բազմաթիվ անգամ տրվել է եւ ներողություն եմ խնդրում, ինձ ավելի կոմֆորտ է օրինակ մեկնաբանել Հովիկ Աղազարյանի ասածները, որտեղ նա գործող ազգային ժողովի падգամավոր է, քան Սերժ Սարգսյանի պես մերժված մի անձնավորությանը, ես մի բանը որ կարող եմ ասել, շնորհակալություն եմ հայտնում, որ նույն օրն են անում, որ կոնտրաստը ակնհայտ լինի, անում են մի վայրում, որտեղ որ իրենց կուսակիցը ծեծի է ենթարկել, իր կուսակցի թիկնապահները այնքան են ծեծի ենթարկել զինվորական բժիշկի, որ նա մահացել է, եւս մեկ անգամ ի ցույց դնելով իրենց պատմությունը, հա, իրենց ով լինելը հարսնակարում պետք է անեին, բա որտեղ պետք է անեին։ Այլ բան չունեմ իրան ասել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։